Հայկական Շեքսպիրյան ասոցիացիայի շնորհիվ Մեծ Բրիտանիայից Հայաստան է ժամանել անգլիացի ռեժիսոր Էլիոթ Հաքսբլը, ով կամերային թատրոնում կբեմադրի Ուիլյամ Շեքսպիրի Մակբեթ պիեսը։ Այսօրերին կամերային թատրոնում ընթանում է բեմադրության ակտիվ փուլը։ Այս հետաքրքիր արժեքավոր համագործակցության վարպետաց դասերի ընթացող աշխատանքների մասին եւ ոչ միայն խոսելու ենք մեր հյուրերի հետ եւ այս պատասխանատու դերը հյուրերի ներկայացնելու թողվեց իմ փխրուն ուսերին, Հայ Շեքսպիրյան ասոցիացիայի նախագահ Հասմիկ Սեյմոր, Քենտբերի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Էլիոթ Հաքսբլթն, Քենտբերի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շարդրիդ Գրումբրիջ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Բարի օր։ Մերսի, շատ լավ։ Մենք էլ ենք լավ, որպեսզի այսպիսի պատասխանատու կարևոր հյուրերի ենք վաղ առավոտյան դիմավորել, եկեք խոսենք ներկայացման մասին։ Ինչպես ծնվեց գաղափար, ինչպես եք այսպես եկել ժամանել Հայաստան եւ ինչպես եք որոշել, որ հենց Մակբեթ պիեսը պետք է բեմադրվի։ So how was the idea born and why did you choose Macbeth in particular? Well, we were invited to the Armenian Shakespeare Conference 2 years ago. We met the lovely people at the Chamber Theatre and they invited me to come and direct a play for them. Ուրեմն 2 տարի առաջ 2024-ին մենք հրավիրել էինք իրենց մասնակցելու Հայ Շեքսպիրյան միության 5-րդ գիտաժողովին, իրենք եկան այդ շրջանակներում դիտել էին Ռոմեո եւ Ջուլիետը եւ ստեղծվել էր հրաշալի համագործակցության մթնոլորտ եւ այդ պատճառով 2 տարի անց հրավիրվեցին արդեն ստեղծագործական պրոյեկտին։ Ինչու հենց կամերայինի հետ եղավ համագործակցությունը, թե սկզբանե այդպես էր որոշված եւ առհասարակ գործունեության մասին, համագործակցության մասին կխնդրեմ մի փոքր անդրադառնալ մեր հյուրերը։ Why Chamber Theatre and the process of working with them? The Chamber Theatre has such a small, intimate stage. It's really good for Shakespeare because the actors are so close to the audience that you can see every expression on their face. Ուրեմն շատ հաջող իր համար շատ ամենահարմար տեղն էր, որովհետև շատ մտերմիկ է մթնոլորտը, դահլիճը շատ մոտ է հանդիսատեսին եւ դա ստեղծում է հնարավորություններ Շեքսպիրյան նոր մեկնաբանության համար։ Մենք խոսեցինք դերասանների ընտրությունից եւ հնչեցին ծանոթ եւ սիրելի անուններ, ներգրաված են կամերային թատրոնի այսպես ոսկե կազմը Սոնան Մաթևոսյան, Զիրոյանը, Ավետը Զոհրաբյան, չենք սխալվում, Մոհանան եւ ասին որ Լիլիթն էլ Թոխաձյան, այսպես կարևոր առանցքային դեր ունի, բաժանորդագրվել կամերային թատրոնի բոլոր էջերին, ֆանտաստիկ վարում են եւ կտեսնեք թե ում մասին է խոսքը։ Ես այդպես իրենց հավատարիմ բաժանորդ եւ ձեզ եւս հորդորում եմ։ Պատմեք դերասանների ընտրության մասին, պատմեք ով է այս ներկայացման մեջ։ She's asking how did you choose the actors because she thinks that you have chosen la crème de la crème. You can. Well, we had some video auditions before we came and we saw some of the actors in Romeo and Juliet when we were here first time, but it was very, very difficult choosing them because there are so many talented actors at the Chamber Theatre, but these guys really stood out. They were so good for the parts and they were so committed to the process that I think we've got the perfect cast for the show. Ուրեմն առաջին փուլում կարծեմ հունվար ամսին արդեն հեռախոսազրույցներ են ունեցել եւ փորձեր են եղել, նույնիսկ 1-2 մենախոսություններ նորից ես նայեցի, թարգմանեցի, որպեսզի կարողանային իրենք անցնեին այդ փուլը եւ շատ դժվար էր, որովհետեւ բոլոր դերասաններն են լավ եւ իրենց ծանոթ էին Ռոմեո եւ Ջուլիետ ներկայացումից արդեն եւ շատ դժվար էր ընտրել, որովհետեւ վատ դերասան չկա կամերային թատրոնում։ Իդեպ այսպես նայելով ակամա Շեքսպիրյան այսպես ստեղծագործություններ տեղափոխվեցի, թեև այս անգամ Մակբեթն է, բայց ես տեսակ հենց Ջուլիետա տեսա կերպարի մեջ, այսպես նայում եմ, ինձ թվում է Ջուլիետայի հետ եմ խոսում, դա ակամա նմանություն առաջացավ։ She looks at you and you remind her of Juliet. Երբևէ լսել եմ, որտեղ շատ այսպես կերպարային էր Շեքսպիրյան։ Վերադառնալով կամերային թատրոնի սոցիալական էջերին, ես տեսա, որ վարպետաց դաս է եղել։ Պատմեք այդ համագործակցության մասին, ինչ փորձի փոխանակում է եղել, օրինակ ինչպես կներկայացնեն հայ թատրոնի դերասանին, կա ինչ որ հավաքական կերպար իրենց աչքերում։
Ձեզ ասեմ պարզապես, որ այս տարի մենք նշում ենք նաև Հայ Շեքսպիրյան միության 10-ամյակը գոյության, որ ստեղծվել էր 2016 թվականին Շեքսպիրի մահվան 400-ամյակի առիթով եւ մեր առաջին գիտաժողովը 2016-ին էր։ Այս տարի ուրեմն մի քիչ մենք միշտ փորձում ենք համագործակցել, ընդգրկել նաև ռեժիսորներ, բեմադրիչներ, դերասաններ եւ համատեղ պրոյեկտներ անել Հայաստանի հետ, որպեսզի թարմ ուժեր, նոր մտածելակերպ մտնի նաև մեր թատրոն եւ հակառակը իրարից փոխադարձ սովորեն։ Եվ դա շատ կարեւոր էր եւ 6-րդ գիտաժողովի շրջանակներում Լուսինե Երնջակյանը առաջարկեց վարպետության դասընթաց, ուրեմն 2 անգամ եղավ այդպիսի դասընթաց, մեկը եղավ ամերիկյան համալսարանում, որտեղ մեր գիտաժողովներ անցկացվում ուսանողների հետ, իրենք ունեն դրամա կլաբ, դրամատիկ խմբակ եւ շատ հաջող անցավ Ալեք Մանուկյան սրահում, երկրորդը եղավ արդեն թատրոնում, Լուսինե Երնջակյանը բերեց իր խումբը դերասանական, were they actors or directors who came to the second masterclass? Actors. Դերասաններ էին եւ հիմա կպատմեմ թե ինչ են արել, որտեվ ես ներկա չէի այդ process-ին. What did you do during the masterclass the second time around? We did a potted history of Macbeth, so a history of productions and performances, and then went from the beginning of the play to the end, doing little scenes, not the whole thing. Ուրեմն նախ իրենց ներկայացրել է, was it on stage? We did it not on the main stage, in the new space. Իրենք արել են բեմի հետնամասում եւ պատմել է ուրեմն Էլիոթը մի փոքր պատմություն է բեմադրությունների Անգլիայում իհարկե եւ հետո հատվածաբար խաղացել են դերերը ուսանողները եւ ինքը ուղումներ է արել եւ այլն։ Այսինքն լրիվ ամբողջովին դաս է եղել։ Վարպետաց դաս եւ մասնակցել են, լիարժեք մասնակցել են ուսանողները։ Այս ընթացքում այս տարիներին Շեքսպիրյան փառատոնը նրա շրջանակներում հարակից միջոցառումները բավականին սիրված, սպասված են դարձել մեր հանրության կողմից։ Ինձ հետաքրքրում է աշխարհում նրա ընդգրկվածությունը, վստահ եմ, այսպես ունի մեծ լայն սփռում, որտեղ ինչպես է անցկացվում, եթե նրանք տեղեկացված են եւ իրենց երկրում ինչպիսին են լինում միջոցառումները։ They say she's asking the question how popular is Shakespeare around across the world, and it's a very big question. It is a very big question. I would argue he's probably the most famous writer in the English language. Այո, ամենահայտնի հեղինակն է անգլերեն լեզվով. I think after Bible the most We don't know who wrote the Bible. Բիբլիայից էլ տարածված։ Աստվածաշնչից հետո ամենավաճառվող հեղինակն է, ասում եմ, որտեվ չգիտենք ով է գրել Աստվածաշնչը։ Ուրեմն կարող ենք ասել ամենահայտնի, ամենատարածված գրողն է աշխարհում։ Թերևս ոչ միայն գրող, այլև շատերի համար այսպես լեզվական բառի բանի Շեքսպիրը այնպես անգնահատելի եւ անգերազանցելի է մինչ այսօր մնում։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրենք սկզբից հունվարից մենք աշխատում ենք տեքստի վրա, որովհետև Մասեյանի տեքստը 1923 թվականին է թարգմանել եւ բավական արխայիզմներ կային տեքստի մեջ, լեզուն շատ է փոխվել։ Ու երբ որ աշխատում ենք, Էլիոթը ապշած էր, ինչքան ճկուն է հայրենը եւ ինչպես է հնչում, ինչքան գեղեցիկ է Շեքսպիրը հնչում հայերեն եւ անընդհատ ասում էր, երբ որ ես իր համար կարդում եի, ասում եի, բա որ դերասանները լսես ինչպես որ կարդան։ Այո, I'm saying that since January you were telling how beautiful sounds Armenian and now that you work with actors it's even better. It is. It's lovely to see it in the flesh and hear it. And I've learned very small bits that are repeated throughout the play. Եվ շատ մասեր, որ իրենք կրկնաբար են օգտագործում, օրինակ արտահայտություններ կա, որ Շեքսպիրի մոտ մեկ անգամ է, դերասանները այնքան տարված են խաղով, որ մի քանի անգամ են ասում, եւ արդեն ինքը անգիր է արել։
Նաև Բարբարոսը մեր լեզուն, եթե չի նկատել Էլիոտը, նաև այդ հանգամանքի մասին պատմենք։ Ինձ հետաքրքիր է ինչպես է այս փուլում անցնում համագործակցությունը եւ երբ է առաջնախաղ ընթացքի մասին մի փոքր խոսենք։ Could you tell which one? Երկուսն էլ թող կիսվեն You տպավորությունները։ can either of you. How is going the process and when it will be ready for the audience? It's been a obviously very short process, very intense. We've done quite long days, but the actors have been so dedicated. It's been a lot of getting on stage very quickly, getting all the concepts together really quickly, and it's definitely ready. It's complete. We've got a couple. Sunday. We've got a couple more rehearsals, but it's in such a good place now because the actors just worked so hard and have really wanted to see this come to life, and they've understood the themes and the text, and they've done a lot of independent work. So yeah, it's been very quick, very tiring, but really rewarding. Ուրեմն process-ը շատ արագացված է եղել, 30 օր համար մի ընդամենը իրենք կարծեմ ապրիլի 8-ին են ժամանել եւ ուրեմն ամեն ինչ արագացված տեմպերով, բայց դերասանների ողջավորությունը այնքան մեծ է եւ այնքան են իրանք ողջավորված այս համագործակցությամբ, որ շատ արագ բեմ բարձրացան եւ արդեն բեմի վրա է հիմնական փորձերը հենց սկզբից եւ համարը պատրաստ է մի երկու փորձ էլ կանեն այս երկու օրը եւ Կիրակի օրը չնայած փակ խաղարկություն է լինելու միայն հրավիրատոմսերով, բայց արդեն նույնիսկ մամուլը հրավիրված է, կարծում որ դուք էլ հրավիրված կլինեք։ Հույս ունենք կադրի ետևում կայնած Լուսինեի մոտ են մեր հրավիրատոմսերը, այսքանով պայմանավորված։ Մի կարևոր հանգաման, քանի որ մենք խոսեցինք այսպես Շեքսպիրի մեծության մասին, մտավախություններ չկան այնպիսի գործ, որ մեր ու մանուկ գիտեն Մակբեթի մասին, գոնե համառոտ նկարագրությունը եւ գիտեն այդ ողբերգությունը, սկիզբը, ընթացքը եւ ավարտը։ Մենք որևէ նոր մոտեցում, որևէ նոր շունչ, քանի որ կամերային թատրոնի ԴՆԹ-ի մեջ կա, մեր համար արդեն սովոր, այո, ներկայացումները տեսնել նոր շնչով, երիտասարդ շնչով, երիտասարդ դերասաններով։ Հետաքրքիր է Մակբեթի դեպքում ինչպես ենք մենք դա տեսնելու։ Շատ լավ հարց տվեցիք. She's asking because it's a very theater that experiments a lot. So what is the new approach? What have you brought to actors to the theater with this production? What is different? It's very bare bones. They asked me to build something that they could put in the back of a van. So it's 7 chairs, 8 actors. That's it. There's no other set. There's no real props. Yeah. Շատ կարևոր է որ ուրեմն Լուսինե Երնջակյանի հետ իրենք որոշեցին շատ մինիմալիստ ներկայացում անել 6 chairs 7 chairs. Macbeth doesn't get to sit down. 7 աթոռ է 8 դերասան, ուրիշ ոչինչ չկա բեմի վրա եւ Մակբեթը միշտ կանգնած է որովհետև տեքստի մեջ ասում է Մակբեթը այլևս չի քնի, չէ՞ որ ինքը մարդասպան է դառնում, ուրեմն իրավունք չունի Մակբեթը նստելու։ Մակբեթը միշտ կանգնած է լինելու։ Խորանամ ես։ Ով է այդ զոհը։ Զիրոյանը։ Դե լավ, ոչինչ։ Մի կերպ կդիմանա կարծեմ եւ ինչն էր նպատակը, որ ուղղակի այս ներկայացումը դնել ճամպրուկի մեջ եւ տանել փառատոնների արտասահման մեր հարևան երկրներ, միգուցե Վրաստան եւ այլն։ Հիմա մեր հաջորդ մեծ ուրեմն այսպես պրոյեկտը Մեծ Բրիտանիա տանելն է, Քենթերբերի եւ Լոնդոն, տեսնենք դրա վրա պետք է աշխատենք։ Արդեն համայնքն էլ շատ ողջավորված է եւ հուսով եմ որ կունենանք նվիրատուներ եւ հարուստ մարդիկ կաջակցեն, որպեսզի այս հրաշք խումբը 8 դերասանների հավանաբար մի 2 հոգի տեխնիկական գծով Ես Քրիստինեն Դուք էլ սիրով բոլորը հրավիրված եք եւ կկարողանան առայժմ գալ այս տարի հուսով ենք Մեծ Բրիտանիա, իսկ հաջորդ տարի նաեւ այլ Շեքսպիրյան փառատոններին,
Վստահ եմ, ինչպես ջերմությամբ խոսում են մեր դերասանների, առհասարակ կամերային հյուրընկալության ու այսպես ջերմ համագործակցության մասին մեր հանդիսատեսի կողմից եւս այդ ջերմությանը արժանանալու են, որովհետեւ այսպես երախտավոր է մեր հանդիսատեսը հաստատ։ Մի բան ուղղակի ասեմ, արդեն այսպիսի նախադեպ եղել է 2018 թվականին, երբ որ գիտաժողով եղավ, մենք ամբողջ խմբով հյուրերի, գիտնականների խմբով գնացինք նայելու Ռոմեո եւ Ջուլիետը։ In 2018 we went to watch Romeo and Juliet։ Եվ այդտեղ էր հայտնի պրոֆեսոր Եժի Լիմոնը, որը շատ սիրեց ներկայացումը եւ իսկույն մի քանի ամիս հետո հրավիրեց Ռոմեո եւ Ջուլիետը Գդանսկի փառատոնին, որը Եվրոպայի ամենամեծ փառատոնն է, հիմա ինքն է հիմնադրել եւ այդ բեմը, որ ստեղծվել է բացօթյա, մի հրաշք է ուղղակի դա ցավոք սրտի վախճանվեց կոവിഡ്ով վերջերս եւ այդ Ռոմեո եւ Ջուլիետը մեծ հաջողություն ունեցավ Գդանսկում եւ արդեն նախադեպը կա դրա եւ հուսով եմ, որ Մակբեթն էլ նույն ձևով կգնա արտասահման եւ կշահի մրցանակներ եւ ծափահարություններ։ Վստահ ենք, որ հենց այդպես է լինելու է, ձեզ հաջողություն ենք մաղթում եւ առաջնախաղին եւ հետագա ընթացքին։ Շնորհակալ ենք այդպես վաղ առավոտյան մեր տաղավար հյուր գալու համար։ Ու մեր երկիր։ She says thank you for coming and for early morning and wishes all the best with the future project as well, taking Macbeth to UK and other festivals. Thank you. Շնորհակալություն։ Եվ շնորհակալություն հրավերի համար։ Սիրով, միշտ պատրաստական։ Մնացեք մեր եթերում, մենք ունենանք կարճ դադար եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։